այն պատկամը, որ սրտից դրված է, փոխանցեմ ձեզ, վերնագրել եմ այսպես. հանձնվիր Աստծուն ու տես։ Գիտեք, մենք ամեն մեկս կարիք ունենք այն Աստծուն հանձնվելու, ով արարել է մեզ։ Ճիշտ է, մենք մեծանում ենք, մենք ապրում ենք մեր կյանքը, բայց մենք կարիք ունենք ամեն օր հանձնվելու իրեն։ Որովհետև չգիտենք այդ օրվա հրամայականը, այդ օրվա թելադրանքը կամ այդ օրվա մեջ ինչ կա, բայց երբ որ դու հանձնված ես Աստծուն, դու ապահով ես։ Երբ որ դու հանձնված ես ամենակարողին, քո սիրտը հանգիստ է։ Դու ոչ թե տագնապի ու վախի մեջ ես ապրում, այլ ապրում ես ապահովության, սիրո եւ ուրախության մեջ։ Եվ ես հավատում եմ, որ Աստծո զավակները, ովքեր իրենց կյանքը գիտակցաբար ամեն առավոտ, ամեն աղոթքի մեջ հանձնում են Աստծուն, տեսնում են նաև աստվածային ծածկոցը եւ պաշտպանությունը իրենց կյանքերի մեջ։ Ես հիշում եմ փոքր երեխա, որ խելքս սպանել չէր հասկանում, ասեցին այսօր եկեղեցի են գնալու, ես չէի ուզում, դե որպես պատանի փախնում էի միշտ, բայց այդ օրը չգիտեմ ինչի լսեցի ու մեր այդեր քուրը բռնեց ձեռքս ու մենք իրար հետ գնացինք, շատ բան չէի էլ հասկանում, գնացինք մի քանի հատ փոքր սպես երեխա էինք, ասեցին դուք մեջտեղ արեք, գնացինք մենք մեջտեղը կանգնանք ու եղբայրներից մեկը ասեց այսօր հանձնման աղոթք ենք անելու, այս երեխաներին հանձնելու ենք Տիրոջը։ Ես չէի հասկանում դա ինչ էր։ Եվ իմ միտքը միայն հետևյալն էր, ասում էի, երբ պիտի ասեն ամեն, որ ես այդտեղից փախնեմ դուրս, որովհետև փողոցը կանչում էր։ Բայց գիտեք, այդ աղոթքը ամենաուժեղ աղոթքներից մեկն էր իմ կյանքի, իմ հոգևոր կյանքի սկզբի։ Ինչու համար։ Որովհետև այսօր շատերը, շատ մանուկներ, շատ երիտասարդներ, շատ նույնիսկ մեծեր չեն հասկանում հանձնման այդ կարևորությունը, ինչքան կարևոր է Աստծո ձեռքերի մեջ լինել եւ հանձնված լինել Աստծուն եւ ապրել հանձնված Աստծո ներկայությանը։ Եվ անցավ տարիներ դրանից հետո, մինչեւ որ այդ աղոթքը բդուղ ունեցավ, մինչեւ որ այդ աղոթքը կյանքի կոչվեց։ Եվ ես հավատում եմ, սիրելիներ, որ այսօր ամեն մեկս կարիք ունենք մեր երեխաներին, մեր թոռներին, մեր ընտանիքի անդամներին, ամեն մեկին, ում գիտենք, Աստծո պաշտպանության եւ ծածկոցի տակ փոխանցենք։ Հանձնենք նրան ամեն օրը, ամեն վայրկյանը, որովհետեւ դա կարեւոր է։ Թշնամին սպասում է այն պահին, որ դու այդ գործողությունը չանես, որպեսզի քեզ կծի, քեզ ցավ տա, սրտիդ մի մրմուր տնի, տագնապ տնի, այ ասե տեսար քեզ նեղեցի։ Գիտեք, շատերից թշնամին չի կարող այսօր նեղել, որտեղ մենք ծածկված ենք, պաշտպանված ենք, բայց ինքը մեր հարազատների միջոցով ուզում է խածել, ուզում է նեղացնել մեզ, բայց ես հավատում եմ, որ մենք արթուն ենք եւ աստվածային ծածկոցը արձակում ենք մեր զավակների վրա։ Մի հրաշալի պատմություն, որ վստահ եմ գիտեք, առաջի թագավորած առաջի գլուխ 19-րդ համարից Աննայի աղոթքն է, որ Աննան Աստծո առաջ էր եւ երեխա չուներ եւ իր խնդրվածքը, իր աղաչանքը հետեւյալն էր, որ ասում էր Տեր, ինձ մի զավակ տուր, ինձ երեխա տուր։ Գիտեք, մենք շատ անգամներ շատ խնդրանքներ ունենք եւ ամեն մեկս ինչ որ բան խնդրում ենք։ Եվ ասեմ, Տերը լսում է մեր աղոթքը, որովհետև երկրորդ առաջի գլուխ հենց 19-րդ համարի վերջի բառի մեջ ասում է Տերը հիշեց։ Ուզում եմ քեզ ասել, Տերը չէր մոռացել, ուզում էր ասել, որ Տերը պատասխանեց։ Տերը մեզ նման չէ, որ մոռանա։ Ես մոռանում եմ մեկ-մեկ կամ ծանրաբեռնվածության առիթով ասում եմ կզանգահարեմ ու ժամանակը անցնում է, հիշում եմ, որ չեմ զանգահարել։ Գիտեք, մոռանում ենք։ Ուզում եմ քեզ ասել, Տերը չի մոռացել։ Տերը չի մոռանում այն աղոթքը, որը դու արել ես։ Քեզ թվացել է, թե ուղագի քո թորնիկին ասել ես, Տեր նվիրում եմ քեզ, ասում ես, վայ, երևի Տերը չլսեց էլ իմ աղոթքս, Տերը լսել է քո աղոթքդ։ Եվ Տերը Աննայի աղոթքին պատասխանեց։ Եվ մենք բոլորս գիտենք, Աննան հեղիացավ եւ որդի ունեցավ, որի անունը Սամվել դրվեց, որ նշանակում էր Աստված լսում է, Աստված լսեց։ Գիտեք, այսօր Աստված լսում է մեր աղոթքը։ Աստված լսում է քո աղոթքը, որ դու կատարում ես, բայց թշնամին աշխատում է քո մտքի վրա, որ ասում է, քո աղոթքը չի լսվի։ Քո աղոթքը թույլ է, զորություն չունի, ուզում եմ քեզ ասել, երբ միտքը գալիս է քեզ, գիտեցի Աստված քո աղոթքը լսում է։ Աստված աղոթքներ լսող
ու պատասխանող Աստված է։ Եւ Աննան իր սրտի մեջ մի խոստում, մի գործ ուներ, եւ նա ասեց, որ մինչեւ որ երեխային կատից կկտրի, հետո երեխային ինչ կանի։ Կնվիրի Տիրոջը։ Գիտեք, մի բան, որը մենք խնդրում ենք, որ մեր կյանքի նպատակն է, հիմա կարող ենք մտածել կին, որը երեխա չուներ, իր ամենամեծ փափագն էր, ուրախությունն էր, եւ Աստված տվել էր որդի Աննային, Աննան էլ այդ երեխային գրգեր ու վերջ, ինքը աշխարհի ամենաերջանիկն էր։ Գիտեք, իրականում Աննայի սրտի մեջ մի բան կար։ Այն ինչ որ Տերը նվիրել էր իրեն, տվել էր իրեն, ինքն էլ բերեց Աստծո տուն, բերեց եւ նվիրեց Աստծուն։ Գիտեք, ինչքան կարեւոր է Աստծո տվածը Աստծուն բերել։ Գիտեք, Աստված չի նայում, որ ինչ որ բան տվել է քեզ, դու էլ ասես, այ օրհնեցիր ինձ, ես մի բանը տվեցի, այլ իրականում հանձնենք Աստծո ներկայությանը։ Գիտեք, շատերս մեքենա ունենք, բայց այդ մեքենան Տիրոջը չի ծառայում։ Ուզում եմ քեզ ասել, ինչ է Աստծուն մեքենա է պետք, ոչ, Աստծուն պետք է քո ունեցածը, որ դու Աստծո փառքի տակ տնես, որ պաշտպանվի։ Գիտեք, Աստված ուզում է քեզ, ինձ եւ քեզ օրհնել, ոչ թե մի բան տա, որ հետո մենք կորցնենք Աստծուն, Աստված ուզում է քեզ ուրախացնել, մի բան տա, որ դու նորից բերես իր առաջ, ասես Տեր, շնորհակալ եմ։ Ամեն անգամ այդ քո ձեռք բերումը տեսնելուց ոչ թե հբարդանաս, այլ ասես Տեր, փառք քեզի, որ դու ինձ զորացրեցիր։ Փառք քեզի, որ դու իմ հարցերը լուծեցիր, իմ խնդիրները լուծեցիր, եւ ես հանձնվում եմ քեզ։ Գիտեք, այն ինչ որ մենք հանձնում ենք Աստծուն, չի մահանում։ Այն ինչ բերում ենք Աստծո ձեռքերի մեջ, ինքը կատարյալ պաշտպանության տակ է։ Այն ինչ ուզում ենք պահել եւ մենք տնօրինենք, քեզ ասեմ, պիտի կորցնես, որովհետեւ Աստծո խոսքն ասում է, ինչ որ Հայրը տվեց ինձ, Հիսուսը ասում է, ես պահեցի։ Եվ հիմա էլ հանձնում եմ քեզ։ Միայն կորավ այն մեկը, որը նախասահմանված էր։ Գիտեք, եթե ես եւ դու ընդրված ենք եւ Աստծո ծածկոցի տակ ենք, մենք չենք կորում, սիրելիներ։ Դու չես կարող կորել, դու չես կարող անհետանալ։ Ժամանակագրության մեջ դու չես կարող լինել մեկը, որ անտեսված է։ Դու ունես քո ծրագիրը, դու ունես քո նպատակը եւ այդ նպատակին պիտի հասնես, որովհետեւ դու հանձնված ես Աստծուն։ Եվ 28-րդ համարի մեջ մենք տեսնում ենք, որ Աստծուն բերեց եւ նվիրեց Աստծուն, եւ նա իր բոլոր կյանքի մեջ Տիրոջը փող տված եղավ, եւ այնտեղ Տիրոջը երկրպագություն արեց։ Ուզում եմ քեզ ասել, երբ որ քեզ քո զավակին, քո թորանը նվիրում ես Աստծուն, իրանից Սամվելներ կլինեն, իրանից մարգարեներ կլինեն մեկը, ովքեր Աստծո անունը կբարձրացնեն, կլինեն մեկեր, ովքեր Աստծո դրոշակը ճիշտ ժամանակին կբարձրացնեն եւ Աստծո հզոր անունը կփառավորեն ամեն տեղ, որտեղ որ իրանք լինում են։ Այն ինչ որ ունես, երբ որ հանձնում ես Աստծուն, ինքը չի մահանում, ինքը դառնում է ամենաօրհնված անձնավորությունը։ Իրականում այն ինչ որ մենք հանձնում ենք Աստծուն, դա պաշտպանության տակ է, սիրելիներ, դա օրհնության տակ է։ Եթե դուք ուզում եք պահել, ես ձեզ ասեմ, գողը պիտի գողանա, տգարությունն ու հիվանդությունը պիտի հասնի, բայց մենք ինչ որ Աստծուն ենք հանձնում, աստվածային ծածկոցի եւ օրհնության տակ պիտի բազմանա, առադանա, օրհնվի եւ շատերի օրհնության պատճառ հանդիսանա։ Մենք տեսնում ենք նույն Սամվելին թագավորած գրքի մեջ, որ Սամվելը դարձավ Աստծո հզոր մարգարեն, դարավ Աստծո ձայնը, թագավորներ օծող։ Գիտեք, մենք ամենալավ բաները կարող է երազենք մեր երեխաների համար, մեր սերունդների համար։ Ուզում եմ քեզ ասել, քո երազանքն ավելի փոքր է, քան Աստծո տեսիլքը, որ կարող է տալ։ Քո ուզած, քո գծած ճանապարհն ավելի փոքր է, քան Աստծո ճանապարհը, որ կարող է մեր զավակներին եւ մեր սերունդներին անցկացնել եւ օրհնել։ Սիրելիներ, ես վստահ եմ շատերը տեսել եք եւ գիտեք այն սովորությունը, որ մեր եկեղեցում էլ կա, որ մենք փոքրերին ինչ ենք անում, հանձնում ենք Աստծուն։ Եվ ես հավատում եմ, որ այդ աղոթքը, որ կատարվում է, այդ հանձման արարողությունը, որը կատարվում է, ուղղակի լոքսոս արարողություն չէ։ Դա մի ամբողջ կյանքի օրհնություն է, որ փոխանցում ենք այդ փոքր երեխայի կյանքի մեջ եւ այդ փոքր երեխային հանձնում ենք Հայր Աստծո
գրգի մեջ։ Գիտեք, մենք ամեն մեկս այդ գրգի կարիք ունենք։ Հիմա կարող է դու մեծ ես, երեխա չես, բայց միևնույն է այդ գրգի կարիք ունես։ Շատ անգամներ նեղվում ենք, լացում ենք, խնդիրներ ունենք, չգիտեմ, նեղված ենք։ Ես քեզ ասեմ, ամենալավ տեղը, որ դու ունես, եթե հանձնված ես Աստծուն, դա հոր գիրկն է, որի մեջ դու կարիք ունես հանգստության, օրհնության եւ այն բոլոր կարիքների բավարարումը, որ կա մեր Աստծո մեջ, իր գրգի մեջ կա, որ մենք կարող ենք վերցնել։ Ղուկաս ավետարան 2-րդ գլխի մեջ մենք տեսնում ենք փոքրիկ Քրիստոսի հանձնումը, որ Մարիամն ու Հովսեփը բերեցին Քրիստոսին եկեղեցի։ Բերեցին, որովհետև այդպես էր, սովորության համաձայն նրանք եկան, որպեսզի հանձնեին։ Այստեղ մի հրաշալի մարդու մասին է գրած Սիմեոն ծերունու, ով սպասում էր օձյալին, ով սպասում էր փրկչին։ Չգիտեմ, այսօր դու սպասում ես, թե չէ։ Այսօր ուզում ես քո գիրկը առնել։ Մենք ամեն մեկս ուզում ենք ամենալավագույնը, բայց այդ լավագույնի համար մենք կարիք ունենք Աստծո գրգի մեջ լինել եւ Աստվածայինը մեր գրգի մեջ ունենալու։ Ինչ ես գրգում դու այսօր։ Ինչ է քո գրգի մեջ։ Խնդիր, խնդրեմ, քո ցերկերի մեջ ինչ կա։ Այս մեկը, որի անունը Սիմեոն էր, ինքը հայտնություն ուներ Աստվածային հոգուց, Աստծո հոգուց, եւ գրված է, որ նա Սուրբ Հոգով էր մղված եւ այդ օրն էլ Սուրբ Հոգուց առաջնորդված 27-րդ համարի մեջ ասում է ինքը եկավ այդ օրը տաճար եւ տեսավ Քրիստոսին, իր գիրկը առավ եւ օրհնեց եւ ասեց ով Աստված այլ հիմա ով Տեր արծագե քու ծառայիդ խաղաղությունով քո խոսքիդ համեմատ որովհետև իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ բոլոր ժողովրդի առջև պատրաստեցիր, եւ լույսը հետանոսների մեջ լուսավորվելու եւ փառքը քո Իսրայել ժողովրդին։ Գիտեք, ժամանակ կա, որ մենք գրգում ենք Քրիստոսին, փոքր Քրիստոսին, սա խորհուրդն էր։ Ես վստահ եմ շատ կարճ ժամանակ հետո այդ նույն գիրկը գրգեց Սիմեոն ծերունուն։ Գիտեք, մենք այսօր շատերի համար ունենք Քրիստոսի Աստվածային գիրք, չգիտեմ դու ունես թե չէ, քո գիրկը բաց է շատերին մխիթարելու, լացողների հետ լացելու, ուրախացողների հետ ուրախանալու համար։ Այսօր քո գիրկը բաց է որևէ մեկին գրգելու եւ սիրելու եւ Աստվածայինը փոխանցելու համար։ Որովհետեւ այն գործը, որը մենք կատարում ենք հիմա սիրելիներ, շատ կարճ ժամանակ հետո մեզ էլ է սպասվելու։ Եթե դու այսօր քո գրգի մեջ չես կարող մեկին մխիթարել, մեկին սիրել, գուրգուրել, ես ուզում եմ քեզ հարց տալ, ուր ես գնալու։ Մենք գիտենք հարուստի եւ աղքատ Ղազարոսի պատմությունը, որ հարստության ու ճոխության մեջ ապրում էր, բայց երբ որ մահացավ, ամեն բան ավարտվեց, որովհետեւ ինքը հանձնված չէր Աստծուն։ Եվ աղքատ Ղազարոսն էլ մահացավ, բայց քանի որ հանձնված էր Աստծուն, Աբրահամի հոր գիրկը գնաց, հայր Աստծո գիրկը գնաց։ Գիտեք ինչքան կարևոր է գիրկը։ Այդ գրգի մեջ ինչ կա, ջերմություն։ Այդ գրգի մեջ սեր կա, փաղաքշանք կա։ Այդ գրգի մեջ սիրելիս պաշտպանություն կա, որ դու քո գրգով ինչ ես անում, պաշտպանում ես, սիրում ես, ջերմացնում ես։ Հայրը ուզում է այսօր քեզ գրգել։ Հայրը ուզում է այսօր քեզ օրհնել, անկախ քո տարիքից դու այդ սիրո կարիքն ունես։ Դու ամեն մեկս մենք այդ գուրգուրանքի մեր սիրտը դադարելու եւ օրհնության կարիք ունենք, որ շատ անգամներ աշխարհի մեջ տարբեր տեղեր ման են գալիս, չենք էլ գտնում։ Մինչև որ հասնում ենք Տիրոջ տուն, մինչև որ հասնում ենք մեր Աստծո մոտ եւ իր գրկի մեջ սկսում ենք վայելել եւ հանգստանում ենք, որովհետեւ Աստծո խոսքն ասում է բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ եկեք ինձ։ Գիտեք, եթե դու շատ հոգս ունես, խնդիր ունես, լուծումը դեռ չունես, քեզ ասեմ հոր գիրկը բաց է։ Ուղղակի գնա այդ հոր գրկի խաղաղությունը վայելի։ Ուղղակի գնա հոր գրկի սերը, ներումը, ուրախությունը վայելիր, երկնայինը վայելիր, որովհետև դա հոր գրգի մեջ է։ Եվ մենք ամեն մեկս այդ հոր գրգի մեջ լինելով
կարող ենք բժշկվել։ Հոր կրկի մեջ լինելով կարող ենք մեր ներաշխարը դադարել եւ հասկանալ, որ այդ գիրկը պատրաստ է ամեն ժամանակ բաց լինելու մեզ համար եւ որ մենք կարողանանք այդ գրգի մեջ հասնենք մինչեւ նրան, հասնենք այդ գրգի մեջ, որովհետեւ երբեք հոր ձեռքերը չի փակվել, հոր ձեռքերը մինչեւ այսօր էլ ինչ է, բաց է գրգելու համար։ Շատ անգամներ մենք գիտենք անառակ որդին գնաց, միևնույն է հոր հայացքը եւ ձեռքերը պարզած էին, մինչեւ որ որդին հետ կվերադառնար։ Մենք շատ անգամներ այդ խնդիրներով, փշերով, այրունոտված ման ենք գալիս, մինչև որ հոր գրգի մեջ հասնենք։ Բայց երբ որ հոր գրգի մեջ ենք հասնում, ուրախությունը գալիս է մեզ։ Գիտեք, մենք ամեն մեկս հանձնվելու կարիք ունենք, որովհետև չգիտենք, թե մենք ինչ ճանապարհով ենք այդ օրը անցնելու, բայց երբ որ հանձնված ենք Տիրոջը, մեր դժվարությունների, մեր խնդիրների, մեր խնդիրների մեջ հաղթությունը գալիս է մեզ համար։ Առաջի Թագավորաց 30-րդ գլխի մեջ մի հրաշալի պատմություն կա գրած Դավթի համար, ով հանձնված էր Աստծուն։ Մենք ամենքս գիտենք, որ հենց նույն Սամվել մարգարեն էլ Դավթին օձեց։ Ի նշան Տիրոջ ծառա, որպես թագավոր եւ հանձնված էր Աստծուն, որտեղ որ լինել ինքը հանձնված էր Աստծուն։ Եվ խնդիրների ու խնդիրների մեջ, պատերազմական ժամանակի մեջ, երբ որ անցավ Դավիթը եւ եկավ Սիկելակ 30-րդ գլուխ, որտեղ ամաղիկացիները նրանից շուտ էին հասել եւ գերի էին վերցրել այն ամբողջ զավակներին Իսրայելի կանանց երեխաներին, որոնք անպաշտպան մնացել էին այդտեղ։ Գիտեք, այդ զորավորները, հաղթականները, Դավիթը իր կդրիչների հետ ուշ հասավ։ Միջև հասավ այն պահին, երբ որ արդեն քաղաքը ինչ էր, ավերված էր, եւ իրենց հարազատները գերի էին գնացել։ Գիտեք, ես հավատում եմ մի բանի, այնինչ հանձնված է Աստծուն, ոչ մեկ չի կարող բան անել։ Նրանց գլխից էլ մաս չէր թափվելու։ Պատմությունը գիտենք, բայց ուզում եմ իրավիճակը հասկանանք։ Մինչև այսօր էլ կարող է թշնամին քեզ քո հարազատների, մտերիմների միջոցով խայտոց տա։ Արդյոք վստահում ես Աստծուն։ Արդյոք գիտես, որ այն աղոթքը, որը դու արել ես, այն պաշտպանության ու հանձնման աղոթքը, որը դու արել ես, արդյոք դա կարևոր է եւ կարող է պահել քո զավակներին։ Այո, կարող է, սիրելիս, կարող է պահել։ Եվ Դավիթը իր կդրիչների հետ հասավ եւ տեսան այդ ամենը, որ այրված էր եւ ջախջախված, քանդված, իրանք հարստահարված էին։ 4-րդ համարի մեջ այսպես է գրում, ասում է. «Ուստի Դավիթը եւ իրեն հետ եղող ժողովուրդը ձայները վերցրեցին եւ այնքան լացեցին, մինչեւ որ իրենց վրա ուժ չմնաց»։ Գիտեք, շատ անգամներ այդ խնդիրները մեր կյանքերի մեջ այնքան շատ են լինում, որ մեր մեջ էլ ուժ չի մնում։ Այն, որ ասում են նվաղեցինք, նիհարեցինք, ամենադառը պտուղները վայելեցինք, ճաշակեցինք եւ ուժ չմնաց, ոտքի վրա էլ չէին կարող կանգնել, ընկան։ Ուժ չկար այլևս։ Բնականաբար այլևս չէին կարող պատերազմել, բնականաբար այլևս չէին կարող հետապնդել, որովհետև ուժ չկար։ Այն պահին, երբ ուժը թուլացել է, այն պահին, երբ որ դու արդեն զգում ես, որ որևէ բան չես կարող անել, ուզում եմ երկինք նայես, որովհետև քեզ զորացնողը ամենակարող Տերն է։ Երբ որ դու հանձնված ես մարդ, Աստծո զավակ ծառա, ով հանձնված է Աստծուն, ինքը երբեք չի պարտվելու, ինքը երբեք չի տգարանալու։ Կարող է խնդիրներ լինեն, որից մենք նեղանանք, որի մեջ մենք սկսենք փոքրանալ, թշնամին նեղի մեզ, միևնույն է մենք հաղթական ենք, որովհետև Քրիստոսին ենք պատկանում։ Դավթի երկու կիները եւ նրանց երեխաները բոլորը գերի էին գնացել։ Եվ Դավիթի մեջ տագնապ եղավ, վախ եկավ։ Գիտեք, մենք շատ անգամներ իրավիճակների մեջ տագնապներով անցնում ենք։ Շատ հաճախ այդ տագնապները մեզ հյուր են գալիս։ Թեև մենք հոգևոր ենք, մենք ուժեղ ենք, բայց այդ վախը, այդ ազդեցությունը շատ անգամներ ազդում է մեր վրա։ Եվ մենք սկսում ենք
ավելի շատ տեսնել անաստվածայինը, քան աստվածայինը։ Եվ ասում է Դավիթի հետ եղողները քարեր վերցրեցին եւ ուզում էին Դավթին ինչ անել նույնիսկ քար գոծել, որովհետեւ տեսան, որ իրենց հարազատներին տարան, նրանց սիրտը կսկից կար, ցավ կար, որովհետեւ իրենց զավակներին կորցրել էին։ Գիտեք, սա ամենադժվար իրավիճակներից մեկն է, որ մարդուն կարող է հանդիպել։ Ամենադժվար իրավիճակներից մեկն է։ Ես ինչու Աստվածաշնչի ես համարը սրտից դրվեց, որովհետև սա մարդկային ամենախորը ցավը կարող է բերել մարդու սրտին, երբ իր կնոջ կամ զավակի մատը փուշ է մտնում։ Որտեղ դու տեսնում ես, որ դու այլևս բան չես կարող անել, ամեն կողմից դու նեղվում ես, ամեն կողմից դու փոքրացած ես զգում, քեզ տգարացած ես զգում, որովհետև քո հարազատին չես կարող օգնել, եւ դու այլևս ոչինչ չես ուզում անել։ Մենք շատ անգամներ այստեղ ուզում ենք կոդրվել, բայց մեր Աստված ամենակարող է, որովհետև մենք հանձնված ենք իրան։ Հանձնվիր նրան ու տես։ Հանձնվիր նրան ու տես, որ Աստված քո տեղը պատերազմում է, Աստված քո Տերն է եւ նա երբեք քեզ չի թողնում։ 6-րդ համարի ամենավերջի հատվածի մեջ շատ հրաշալի խոսք է գրված, բայց այդ ամեն դժվարության մեջ Դավիթը իր Տեր Աստծով զորացավ։ Ինչ խնդիր որ պարուրի քեզ, ուր ես նայում դու, որ ինչն է ազդում քո վրա քո տգարության ժամանակ, ինչն է ազդում քո վրա քո ուրախության ժամանակ, ասում է Դավիթը այդ վիճակի մեջ իր Աստծով զորացավ։ Ուզում եմ, որ այդ զորությունը հենց հիմա կա կյանքիդ մեջ։ Ուզում եմ, որ հենց այդ նույն Աստվածը զորացնի քեզ։ Այն տգարության, այն դուլության, այն ամեն իրավիճակի մեջ, որը պարուրվել է, որը ստեղծվել է քո իրավիճակի մեջ եւ դու ան ելանելի ես գտնում, թող Աստծո զորությունը այս պահին քեզ զորացնի եւ դու զորանաս Աստծով։ Ոչ թե որևէ մի այլ բանով, այլ զորանաս Աստծով, թույլ տաս, որ Աստված ազդի քո վրա։ Գիտեք, տագնապ այն վախը, այն անաստվածային պիղծ ներկայությունն է, որ շատ անգամներ մեզ մեր իրավիճակների մեջ խառնում ու գցում է։ Եվ տգարությունը այնքան շուտ է գալիս, մենք այնքան շուտ ենք հարստահարվում, որ ունեցած չունեցածներս միանգամից կորցնում ենք, որովհետև վախը ազդում է մեր վրա։ Բայց Աստծո խոսքն ասում է, Դավիթը իր Աստծով զորացավ, որովհետև ինքը պատկանում էր Աստծուն։ Գիտեք ինչքան կարևոր է պատկանելությունը, որ դու գիտես, որ թեև տգարություն կա, թեև այդ նեղությունը կար, կսկիծը կար, ցավը կար, բայց դու վստահում ես Աստծուն եւ ասում ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ես հիշում եմ մեր Տեր վկայություններից մեկը, երբ որ Մոսկվայից գալուց ինքնաթիռի մեջ տագնապ է սկսվում։ Եվ ասում են, որ այդ շարժիչներից մեկը վնասվել է եւ ինքնաթիռը վտարային իրավիճակ ունի եւ պատկերացրեք այդ լուրը լսելով ամբողջ ինքնաթիռը սկսում է խառնվել, ամեն մեկը լաց, մեկը կոց, մեկը աղաղակ ու այնպիսի մի խառնաշփոթ է ստեղծվում, որ անասելի վիճակ է ստացվում։ Ասում է, ես հանգիստ նստած էի ու Սուրբ Հոգին ինձ հայտնեց հետեւյալը, որ այս ինքնաթիռին ոչինչ չի լինելու։ Ասում է, ելա իմ տեղիցս եւ ասեցի, ժողովուրդ մի րոպե, ասում է, որ ասեցի, բոլորը ցայները կտրեցին մեկ մարդու նման, ասեցի, այս ինքնաթիռին բան չի լինելու։ Մեկ է նրանցից մեկը նայեց ինձ եւ ասեց, դու ով ես, ինչ գիտես, ինչու համար ես ինքնաթիռին բան չի լինելու։ Ես էլ ասեցի, որովհետև ես մեջն եմ։ Ասում է ամբողջ մարդիկ ու շատիկ նայում են, սպասում էին մի պատասխանի, թե ես ինչ եմ պատասխանելու, ինչու համար ինքնաթիռը չի վտարվելու, ինչ է կատարվում այս ինքնաթիռին։ Ասեցի, որովհետև ես մեջն եմ։ Ասեց նայեցին ինձ, ասեցին, չի դու ով ես, որ այս ինքնաթիռին բան չի լինելու։ Ասեցի, որովհետև ես Աստծո զավակ եմ, եւ ես հանձնված եմ Աստծո ձեռքերի մեջ,
Եվ այս ինքնաթիռին չի կարող բան լինել, որովհետև Աստված ինձ չի հայտնել, որ ես պիտի այս ինքնաթիռի մեջ մահանամ։ Եվ այդ ամենը, որ ասեցի, ասում է ինքնաթիռի մեջ խաղաղություն եկավ։ Նույնիսկ հետո երբ որ ինքնաթիռը իջել է, բոլորը ծափահարել են Աստծուն։ Գիտեք, իրականում վկայությունն ինչի է բերում։ Երբ որ դու հանձնված ես Աստծուն, եւ դու գիտես, որ ինչ տագնապ, ինչ խնդիր էլ բարձրանա, միևնույն է, դու հանձնված ես Աստծուն ու Աստված քեզ պահում է, ես վստահ եմ, որ սա ամենալավագույն, ասես ասեմ, գնահատականն է, ծածկոցն է, որ դու գիտես, որ դու հանձնված ես Աստծուն։ Ինչ դժվարության, ինչ խնդրի ու խնդրի մեջ ուզում ես հայտնվի, երբ որ դու վստահ ես, որ դու հանձնված ես Աստծուն, եւ քեզ ոչինչ չի լինելու, որովհետեւ ոչ թե որ դու քեզանից ինչ որ մի բան ես, այլ որ դու Աստծո զավակ ես եւ դու հանձնված ես նրան։ Դու հանձնված ես այն ամենակարողին, որ ոչ մի տագնապ այսօր քեզ չի խալխլի, ոչ մի խնդիր քեզ չի կոդրի, քո հարազատը երբ որ նեղված է դու չես կոդրվում, չես ասում վայ ինչի եղավ այս բանը ու սկսեցիր տնկտնգալ, ու սկսեցիր տրտնջալ, տնկտնգալ, ինչպես որ մենք անում ենք, այլ նվիրմանդ աղոթքը հիշելով կանգնում ես, քաջալերվում, ավելին ասեմ, հայտարարություն ես անում, ասում ես ես Աստծո զավակ եմ, բան չի լինելու, դու խոսում ես Աստծո մեծությունը, դու խոսում ես Աստծո հրաշալի ներկայությունը, եւ ես վստահ եմ, որ պատմությունը գիտեք, Դավիթը հենց զորացավ, ասեց բերեք Ուրիմն ու Թուրիմը, մոտեցավ քահանային եւ հարցրեց Աստծուն, արդյոք հալածեմ, Աստված էլ նրան տվեց նպատակը, ասեց հալածի, գնա, եւ մենք տեսնում ենք Դավիթը հասավ եւ ազատեց բոլոր կանանց եւ երեխաներին եւ նրանցից ոչ մեկին որևէ բան չեղավ։ Գիտեք ինչքան կարեւոր է հանձնված լինել Աստծուն։ Երբ տագնապը գալիս է, ում ես դիմում։ Քո զգացմունքներն է քեզ կառավարում, թե դիմում ես Աստծուն։ Գիտեք, մենք շատ անգամներ մարդկային լինելով տագնապի, մեր զգացողությունների, մեր իրավիճակից ելնելով սկսում ենք որոշումներ կայացնել։ Շատ քիչերս ենք, որ սկսում ենք աղոթել։ Այս վերջերս մի դեպք եղավ, 1-2 օր առաջ էր։ Երբ որ կանգնա ու տագնապը, շատ արագ տագնապը սկսում է բարձրանալ մեր մեջ, որովհետև մենք զգացմունքային ենք։ Մենք ամեն մեկը զգացումներ ունենք եւ այդ զգացումներն ազդում են մեր վրա։ Երբ որ այդ տագնապը եղավ, սկսեցի ուղագի աղոթել։ Դուրս ելա մեր բալկոն ու սկսեցի աղոթել։ Գիտեք, կարող է մեկի համար դա սովորական կամ անիրատեսական լինել, բայց երբ որ դու աղոթում ես, դու հասկանում ես, որ երկինքը միջամտում է։ Երբ որ դու աղոթում ես, դու հասկանում ես, որ երկինքը հոսում է։ Երբ որ դու չես աղոթում, երկինքը սպասում է, ասում են, միթե ես մեկը այդքան անմիտ էր։ Միթե իմ զավակս այդքան անմիտ էր, որ չկարողացավ մոդենալ ինձ, բայց Աստված զորություն ունի, սիրելիներ։ Մենք Աստծուն չենք մոդենում, մենք քահանային չենք մոդենում։ Դավիթը մոդեցավ քահանային, սա խորհուրդն էր, որ նա դիմեց Աստծո մարդուն, նա դիմեց երկնքին եւ երկինքը ասեց հալածի, Աստված ասեց գնա, որ հաղթես։ Գիտեք, մենք ամեն մեկս կարիք ունենք։ Մեր տագնապների, մեր վախերի մեջ դիմենք Աստծուն, որովհետև երբ որ դու չես դիմում Աստծուն, դու հասկանում ես, որ այդ տագնապը քեզ սկսում է կուլ տալ, խավարը սկսում է քեզ կոդրել ու դու կոդրվում ես։ Ու դու տեսնում ես, որ դու աշխարհի ամենամենակ մարդն ես, քարկոծողները սկսում են քարկոծել ու դու ասում ես, ինչու էլ արեցի, ինչու ես, ինչու են, բայց իրականում դու Աստծուն հայտնված, հանձնված մարդ ես եւ Աստված ուզում է իր փառքը ցույց տա քեզ։ Աստված ուզում է այն թշնամիները, որոնք քո վրա հարձակվել են, նրանց մեջ հաղթական եւ զորավոր լինի։ Պատերազմի ժամանակ ես հիշում եմ, որ տագնապալից վիճակների մեջ երբ որ հայտնվեցինք եւ մի ակնթարթ էր, որ ես ուղղակի նայում էի այդ հզոր մեքենաներին, որոնք կանգնած էին եւ մահը քո աչքի առաջ էր ու դու մտածում ես, դեր միթե այսպես պիտի լինի, միթե այսպեսով պիտի սահմանափակվի կյանքը։ Իրականում այդ միտքը տարել էր ինձ, մի պահ ես հասկացա, նայեցի, ընտանիքս անցավ, անմիջապես դեմս, ամբողջ կյանքս մի ակնթարթով անցավ եւ ես մտածում էի, դեր միթե սա է վերջը, միթե սա է վերջը։ Եվ այդ ազդեցությունը այնքան ուժեղ էր ին վրա, որ
մի հատ միտք եկավ, ասեց աշկերտ բաց ես ուզում տեսնել այդ ռումբը գալիս է, թե աշկերտ փակ։ Ես մտածեցի, թե ինչ տարբերություն աշկերտս բաց է, թե փակ, եթե ես մահանալու եմ, ու այդ միտքը արդեն բռնել էր ինձ, մինչև որ Սուրբ Հոգին ասեց, ինչու ես հանձնվել։ Ես հենց այդ բառը լսեցի, ես անմիջապես հասկացա, որ ես տրվել եմ այն զգացողություններին, որը ես տեսնում եմ։ Այն տագնապը, որը քո կյանքի մեջ սկսում է ազդել, ուսպես բարձր ազդեցություն ունի, ֆոն ունի քո վրա ազդելու, դու ագամայից տրվում ես դրան։ Եվ մեր զգացմունքները խառնվում են, եւ տագնապը այնքան ուժեղ է, որ մեր միտքն էլ անջատում է։ Եվ ես անմիջապես ասեցի, Տեր, չի կարող քո ծառան այսպես մահանալ։ Եվ մեկ ակնթարթում հարցը լուծվեց, որովհետև ես աղոթեցի, ասեցի, Տեր, ես չեմ կարող մահանալ, որովհետև դու իմ Աստվածն ես։ Եվ անմիջապես այն ինչ որ մեր գլխի վերևը կար հարվածեցին, բայց Աստված ցույց է տալիս, որ մենք ոչ թե զգացումներով ու զգացողություններ ենք առաջնորդվում, այլ մեր կյանքը հանձնված է Աստծուն։ Եթե դու հանձնված ես Աստծուն, վախը քո կյանքի վրա իշխանություն չունի։ Ես ուզում եմ, որ եթե քո կյանքի վրա վախի որևէ տեսակի ազդեցություն ունես, այսօր այդ վախին իրար հետ ասենք, ես Աստծո սերը ունեմ։ Չգիտեմ դուք, բայց երբեմն ես երբ որ մի ինչ որ տեսակի վախի ազդեցություն եմ զգում, ես հասկանում եմ, որ սերը պակասել է։ Մենք ամեն մեկս վախից ազատագրված ենք եւ վախի խնդիր չունենք, որտեղ Աստված մեզ ազատել է նման ազդեցությունից։ Գիտեք, հոգևոր մարդը երբ վախի ազդեցություն է զգում, երբ որ սերը պակաս է։ Մենք վախով բռնված չենք, բայց դու մի պահ զգում ես այդ ազդեցությունը քո վրա։ Դու միտք ես ունենում ինչ որ կորստի, ինչ որ վախի, տանջանքի, սահմանափակում։ Գիտեք, աստվածային վախը դա երգյուղն է, որը մոտեցնում է Աստծուն, բայց անաստվածային վախը վանում է Աստծուց։ Գիտեք, Ադամը երբ որ մեղք գործեց Եվայի հետ, Ծննդոց 3:10-ի մեջ ասում է, երբ որ քո ձայնը լսեցի, վախեցա ու թաքնվեցի։ Գիտեք, հենց սա է, որ երբ որ մենք սխալ դիրքի մեջ ենք, այդ վախը սկսում է ազդել մեր վրա։ Եվ մենք վախից ելնելով սկսում ենք գործել տարբեր մեղքեր։ Գիտեք, ինչքան մեղքեր կա, որ մեր կյանքերի մեջ մենք մեղք ենք գործում, բայց իր արմատը վախն է։ Մենք մեղք ենք գործում, մենք ասում ենք մեղք գործեցինք։ Ինչու մեղք գործեցինք, որովհետև վախը մեր վրա ուժեղ էր եւ այդ ազդեցությունն այնքան շատ էր, որ մենք մեղքեր սկսեցինք գործել։ Ուզում եմ, որ այսօր թույլ տաս Աստծո սերը կյանքիդ մեջ այնքան կա, որովհետև դու հանձնված ես իրան, բայց այդ սիրո պակասը կա։ Դրա համար է վախը դրսևորվում է։ Դրա համար է վախը քեզ սահմանափակում է։ Դրա համար է վախը քո մտքի մեջ ժամանակ առ ժամանակ հյուր է գալիս։ Ինքը քո կողքով անցնում է, քո մտքի կողքով անցնում է, ու գիտեք ինչն է հետաքրքիր, ինքը զգում է, եթե քո մտքի մեջ տեղ ունեցավ, ինքը հյուրընկալվում է քեզ։ Երբ որ չէ, դու սիրով լցված ես, ինքը ուղղակի քո կողքով անցնում է, որովհետև գիտե, որ սերը հաղթել է իրան։ Աստված սեր է, եւ այդ սերը հաղթել է վախին։ Ամեն։ Առաջի Հովհաննես 4:18 ասում է Աստծո սիրո, կատարյալ սիրո մեջ ուզում եմ, որ ես համարը քո սրդի մեջ գրես։ Երբ որ պիտի վախի ազդեցություն զգաս, գիտեցի Աստված հաղթել է։ Աստված սերն է, որովհետև նույն գլխի 4:8-16-ի մեջ ասում է, որ Աստված սեր է, ինքն է սերը։ Եվ այդ սերը, երբ որ քո կյանքի մեջ է, որևէ տեսակի վախ ու իր պիղծ ազդեցություն քո կյանքի մեջ իրավունք չունի մնալու։ Եվ չի էլ կարող մնալ, որովհետև Աստված սեր է։ Եվ այդ սերը գալիս է քո կյանքի մեջ, երբ որ դու հանձնված ես։ Դու ապրում ես այդ սերը այն ժամանակ, երբ որ դու իր կրկի մեջ ես։ Դու կյանքում չես կարող վախենալ, երբ որ իր ձեռքերի ու կրկի մեջ ես։ Երբ որ դու հանձնված ես իրան, այդ վախը քո կյանքի վրա իշխանություն չունի։ Վախը քո կյանքի մեջ տեղ չունի, որովհետև սերն է քո կյանքի մեջ, որովհետև Աստված սիրում է քեզ եւ այդ սերը հայտնել է քեզ։ Մեր Աստված սեր է։
Գիտեք, վախը շատ անգամներ սահմանափակում է մեզ։ Գիտեք, Իսրայելն ու Գողիաթը իրար դեմ կանգնած էին։ Բայց Իսրայելը չէր համարձակվում գնալ առաջ, ինչու՞։ Որովհետև Գողիաթին տեսնում էր, Գողիաթի ամեն տեսակի խոսքերը լսում էր եւ այդ վախը կապել էր ամբողջ բանակը։ Եվ այդ բանակը կանգնած էր, ուղղակի բանակ էր, բայց բանակ չէր, ուղղակի կանգնած էր, որովհետև վախը ազդում էր նրանց վրա։ Շատ անգամներ շատերի սահմանափակողը վախն է, որ մենք առաջ չենք գնում։ Ինչու այսօր նվիրում չունենք, որովհետև վախենում ենք։ Ասում ենք, բա որ Աստված մեզ թողնի, Աստված քեզ չի թողնի, դու հանձնված ես իրան։ Այսօր թշնամին խաբում է ամեն մեկից եւ այդ վախի ազդեցությամբ ասում է չգնաս աղոթքի, գնացիր աղոթքի, տես ինչ փոթորիկ կեղնի կյանքիդ մեջ։ Ու կերտաս աղոթքի փոթորիկ կեղնի, ու կոսկսես ճիշտ սավել չէ մեր տա։ Գիտեք, իրականում ինքը ցույց է տալիս, բայց ինքը բարդված է։ Մենք այսօր շատերս չունենք բաներ, որովհետև սահմանափակված ենք։ Մեր հոգևոր արժեքները թալանված են եւ մենք ուղղակի կանգնած ենք եւ վախենում ենք Գողիաթի դեմ կանգնել։ Դավիթը, որը հանձնված էր Աստծուն, ինչու համար պարսադիգով կանգնեց նրա առաջ, որովհետև իր կյանքը հանձնված էր Աստծուն։ Գողիաթն էլ կադաղեց նրանից, ասեց, ես շունեմ, որ ին վրա պարսադիգով ես գալիս։ Ասեց, շունես, ինչ ես չգիտեմ, զորքերի Տիրոջ անունով եմ գալիս։ Ասեց, գլուխտե կդրելու եմ։ Եվ կդրեց։ Գիտեք, վախը սահմանափակում է մեզ։ Վախը թույլ չի տալիս, որ մենք գործենք։ Մեզ մեր սահմանների մեջ պահել է, որ քայլը նավագիծը դուրս չտնես։ Փոթորիկին նայելով Պետրոս ասեց, վախեցավ, բայց միևնույն է Հիսուսը կանչեց գնաց։ Գեդեոնին Աստված ասեց գնա կուրկերը կոդրիր։ Կուրկերը կոդրիր, որ հաղթանակը բերես։ Գիտեք 6-րդ գլխի մեջ գրված է, գսե Գեդեոնը վախենալով քաղաքի մարդկանցից եւ իր հոր տնից այն ինչ որ պիտի ցերեգը աներ, գիշերը երեց։ Գիտեք մենք այսպիսին ենք, որպես զգացմունքներ, զատո երեց։ Գիտեք իրականում հենց ես ուզում եմ որ վախի այդ տհաճ ազդեցությունից դուրս գաք։ Մի բան, որ սահմանափակում է քո միտքը, մի բան, որ քեզ պահում է, որ դու վախենում ես, այն զորավոր Աստծուն ցույց տաս, ինք այդ զորավոր Աստվածը քեզ հետ է, քո կողքին է, ինքը քեզ մղում է, որ դու այդ գործը կատարես, բայց դու վախենում ես, ինքը փակում է քո տեսիլքը։ Ուզում եմ քեզ ասել, վախը փակում է քո տեսիլքը։ Գեդեոնին կանչեց, ասեց գնա որ Մադիամին հաղթես, բայց մի ադմ գործ ունես, կուրքերը պիտի ջարդես։ Բայց Գեդեոնը վախենում էր։ Այսօր Աստված քեզ կանչել է, ասել է, արի ես քեզ պիտի մեծ ազգ դարձնեմ, քեզ պիտի օրհնեմ, պարտքերդ պիտի տաս, աշխատանք պիտի ունենաս, Աստծուն պիտի նվիրվիս, մեծ խոստումներ, բայց դու վախենում ես մոտենաս Աստծուն։ Որովհետև ինքը քեզ ասում է, աղոթեցիր փոթորիկ կլինի, խոսքը կարտացիր քունդ կուկա ու նմանատիպ բաներ ինքը համոզում է եւ վախը ազդում է քո կյանքի վրա, քո մտքի վրա վախը ազդում է եւ քո տեսիլքը դու կորցնում ես, քո տեսիլքը բաց ես թողնում, որովհետեւ ինքը ազդում է վախով քո վրա։ Գիտեք, վախը պատճառ է, որ շատ անգամներ մենք ուրիշ մեղքեր ենք գործում։ Պետրոսը Հիսուսի հետևից գնաց։ Հիսուսից էլ խոսք ուներ, ասեց Պետրոս լույսը միջև բացվի, աղաղակը միջև կանչելը 3 անգամ պիտի ուրանաս։ Ինչն էր պատճառն որ Պետրոսն ուրացավ։ Վախը։ Որովհետև մարդիկ, ովքեր որ Պետրոսին տեսել էին Քրիստոսի հետ, ասեց դու էլ էիր նրանց հետ։ Ասեց չեմ էլ ճանաչում, ինչ ես ասում։ Գիտեք, վախը շատ անգամներ մեր կյանքի մեջ քողարկված է, բայց մեզ հրահրում է մեղքեր գործելու եւ մենք վախից ելնելով մեղքեր ենք գործում։ Գիտեք ո՞րն է։ Հոգևոր մեղքերից ասում է աղոթեցիր, էս կլինի, դու չես աղոթում։ Ասում է հնազանդվար էս կանեն, հնազանդվար են կա։ Ուզում եմ ասել, հնազանդությունը ինչ է։ Օրհնություն է, բայց ինքը քեզ ասում է չհնազանդվես ու դու սկսում ես ինչ անել ամբարտավարություն գործել, դու սկսում ես հբարդանալ, դու սկսում ես բաներ անել, որը մեղք է, բայց դրա արմատը վախն է։ Դրա արմատը վախն է։ Պետրոսը վախից ելնելով 3 անգամ ուրացավ։ Ուզում եմ որ այսօր վախի տեղը սերը գա կյանքիդ մեջ, ուզում եմ որ վախը այսօր մեջես քո կյանքի մեջ։ Գիտեք վախը բերում է տանջանք։ Սա
ամենաառաջի բացահայտումներից մեկն է, որ դու տեսնում ես, երբ որ քո ներսը տանջանք է առաջանում, երբ որ քո մեջ տագնապ է առաջանում, տանջանք է գալիս, այսինքն դու մի միտք, մի իրավիճակ, որը քեզ տանջում է, ու դու սկսում ես տեղը չգտնել, ու տանջանք, տհաճ զգացողություն է գալիս քո ներսը, ուզում եմ քեզ ասել, վախը ազդում է քո վրա, որովհետև Աստծո սերը վանում է վախը, եւ ազատության մեջ վախ չկա, ազատության մեջ տանջանք չկա, սիրո մեջ կա կատարյալ բժշկություն եւ օրհնություն, սիրելիներ, բայց վախի պիղծ ու սխալ ազդեցությունը հաճախ մեր կողքով անցնում է եւ վախեցնում, միտք գցում քո մեջ, այ բավոր սա լինի, բավոր երեխես էս եղնի, բավոր նորից էս խնդիրը հյուր կա, ու դու տեսնում ես, որ այդ միտքը աշխատում է քո ներսը, միտքը աշխատում է քո ներսը եւ դու վախի տհաճ ազդեցություն ես ունենում, բայց ուզում եմ քեզ ասել, դու այսօր հանձնված ես Աստծուն, դու հոր գրգի մեջ ես եւ դու խնդիր չունես, դու կարիք ունես առաջ գնաս եւ Աստծո երեսից չփախչես, գիտեք, երբ մենք մեղք ենք գործում եւ այդ վախի ազդեցությունը գալիս է, մենք Ադամի նման փախնում ենք, մենք Ադամի նման փախնում ենք Աստծո երեսից, Աստծո խոսքից, Աստծո ներկայությունից, Սուրբ Հոգու հանդիմանությունից, փախնում ենք, բայց միևնույն է, Աստված սիրում է, ասում է Ադամ, ուր ես արի, եւ մենք էլ այնքան ազնիվ չենք, արդեն սկսում ենք Աստծո հետ Աստծուն ֆրծնել, ասում ենք Տեր մերգեի, Տեր էս, Տեր են, Աստված գիտեր որ մերգերին, չի Աստված չգիտեր որ Ադամ մերգեր, գիտեր, բայց միևնույն է Աստծո սերը առատ էր, ասեց արի, ճիշտ է, Եդեմից դուրս պիտի հանեմ, բայց արի շոր հագցնեմ նոր գնա, գիտեք, իրականում Աստված ուզում է մեզ օգնել, իր գիրկը բաց է, բայց մենք վախի մեջ ենք, մենք մտածում ենք արդյոք ես կհասնեմ, արդյոք ես այդ օրհնությունը ունեմ, գիտեք, բաներից մեկը, որը վախը կոտրում է եւ վախը հաղթում է, դա քաջալերանքն է, ինչքան մարդիկ կան, որ վախենում են մի քայլ կատարեն, բայց որ կողքը կանգնում ես, երբ որ հոգեվորապես դու հասնում ես նրան եւ ասում ես, գիտես, դու կարող ես, մանավանդ երիտասարդները ինչ որ բանի մեջ քայլ պիտի անեն, աշխատանքային, անձնական, չգիտեմ, տեղեր, որտեղ առաջի անգամ պիտի մտնեն, գիտեք ինչքան քաջալերանքի կարիք ունեն, պատանիները ինչքան քաջալերանքի կարիք ունեն, որ մի բան ինքը չի արել, բայց առաջի անգամ պիտի անի, ինքը վախենում է, կարող է սրա տակից դուրս չկամ, գիտեք, մեր քաջալերանքը պետք է, մեր աղոթքը պետք է, որ իրանք հասկանան, որ իրանք Աստծո ձեռքերի, Աստծո ծածկոցի տակ են, ու երբ որ քայլ են անում եւ հաջողվում է, ես ասեմ, երկինքը ուրախ է, իրանք անչափ ուրախ են, որովհետեւ հասնում են այդ օրհնություններին, քաջալերանքը սիրելիներ, առաջ է մղում, առաջ է տանում, որպեսզի մենք կարողանանք վախը կոտրել եւ մեր սահմաններից դուրս գալ։ Սերը հաղթում է վախին, Աստծո սիրո դեմ ոչ մի բան չկա, դա ամենամեծ զենքն է, սիրելիներ, որ մենք կարող ենք օգտագործել եւ այդ սիրով լցվել եւ վախը մեր կյանքերից կհեռանա։ Մի քանի տեսակի վախեր, որոնց ուզում եմ ակնարկել եւ մենք աղոթքի կանք։ Եթե կորցնելու վախ ունես, աշխատանքի, հարազատի, մտերիմի, ծառայության, չգիտեմ, բաներ, որոնք կորցնելու վախ ունես, հիշիր դու հանձնված ես Աստծուն, Աստծո սերը ծածկում է քեզ, ապագայի եւ չստացվելու վախ, որ շատ անգամներ պարուրում է մեզ եւ մենք սկսում ենք սահմանափակվել, ուզում եմ քեզ ասել, քո ապագան Տիրոջն է, քո ապագան Տիրոջ մեջ է, երբ որ դու հանձնված ես, Տերը քո ապագան կկառուցի, եթե չստացվի էլ, միևնույն է, եթե ընկնես էլ, Տերը պիտի կանգնեցնի քեզ, բայց վստահ եղիր, թույլ մի տուր, որ վախը ազդի քո վրա, մենակ մնալու, անկարողության վախ, որ շատ անգամներ մենք փորձում ենք մենակ մնալ, այսինքն ցույց է տալիս թշնամին, որ դու մենակ ես, քո կողքը մարդ չկա, քո կողքը երկինքն է, սիրելիս, որովհետև դու հանձնված ես Աստծուն, եթե մենակության վախ ունես, եթե մենակության խնդիր ունես, որ մտածում ես, որ դու մենակ ես, որ որևէ մեկը քեզ չի ճանաչում, չի կարող հասնել, չի կարող օգնել, ես քեզ ասեմ, երկինքը քեզ հետ է, Աստված քեզ հետ է, քեզ մենակ երբեք չի թողնի, որովհետև նա սիրում է քեզ, դու երբեք մենակ չես, դու երբեք անկարող չես, որովհետև Աստված զորացնում է քեզ, անապահովության վախը, շատ անգամներ շատերը տասանորդի ու ընձայի մեջ կատարյալ չեն, ուղիղ չեն,
որովհետև անապահովության վախ ունեն։ Ասում է, բա որ տամ վաղը ինչ ուտեմ, բա որ տամ սա ինչ անեմ, բա որ չցանեմ ես մյուսը, բա որ չլինի, գիտեք անապահովության վախը կաբում է մեզ եւ մենք չենք կարող դուրս գալ դրանից եւ օրհնություն էլ չենք վայելում, բայց երբ որ մենք դուրս ենք գալիս այդ սահմաններից, դու տեսնում ես, որ Տերը կարող է հոգալ։ Ասում է նայեք այս դաշտի շուշաններին եւ թրջուններին։ Գիտեք, Տերը հոգում է իր զավակների համար։ Այսօր ամեն մեկիս համար էլ հոգացել է եւ այսօր ոչ մեկը սովից էլ չենք մահացել, որովհետեւ Տերը հոգում է մեզ համար։ Վախ, որ որևէ բան կրկնվելու է, դա հիվանդություն է, դա տգարություն է, դա հաղթահարած պրոբլեմ է, վատ սովորություն է, որ մենք շատերը շատ անգամներ կմտածենք, վայ, բա որ նորից եղնի ինչ պտենենք, հազիվ ես մեկի տագիտ չենք էլ է, հլա ես մյուսն է ուր եղավ, գիտեք չկա է դա ամեն ինչը, բայց այդ միտքը քո մեջ է եւ այդ միտքը քեզ տանջում է, ինքը ազդում է քո վրա, չի եղել նման բան, բայց դու մտածում ես, վայ, բա որ ես նորից, բա որ մի հատ էլ սպես հիվանդություն եղնի, չկա գիտեք այդ հիվանդությունը, բայց դու մտածում ես, որովհետև վախը ազդում է քո կյանքի վրա եւ դու մտածում ես, բա որ կրկնվի նորից, հազիվ հլայս մեկի տագից է չենք ելե, գիտեք վախը ազդում է մեր վրա եւ մենք կարիք ունենք Աստծո աստվածային ագապե մաքուր սիրո, որը հաղթում է ամեն վախը։ Տեր օրհնե բոլորիդ։ Եկեք կանգնենք ոտքի մեր Աստծո առաջ գանք եւ ասենք Տեր, ես հանձնված եմ քեզ եւ ուզում եմ քո փառքը տեսնել։